Ողջույն սիրելի հետևորդներ ջան, ինչպես միշտ մեծ սիրով կխոսեմ ձեր հետ, կպատասխանեմ ձեր հարցերին, հարց առաջին գրել եք Գագիկ խոսիր Երևանի մասին, դե բնականաբար Երևանը հայերի մայրաքաղաքն է, շատ ենք սիրում բոլորս էլ Երևանը, բայց այնտեղ լիքը խնդիրներ կա, որ պետք է շատ արագ իրալուծումը ստանա, ուղղակի Երևանին լավ տիրություն անող է պետք, Երևան ուզում է, որ ինքը մաքուր լինի, Երևանը կրեատիվ արձաններ է ուզում, ֆոտոզոնաներ է ուզում, որպեսզի տուրիստները գան, նկարվելու տեղ ունենան, նկարվեն, այդ նկարները գցեն ինտերնետ, ինքնաբերաբար դա Երևանի PR-ը կլինի, Երևանի գովազդը կլինի, տարբեր երկրներում կտեսնեն մեր մայրաքաղաքը, կուզենան իրանք էլ գան այստեղ, դրա համար ինչքան շատ յուրահատուկ կրեատիվ արձաններ լինեն, ինչքան շատ այգիներ լինեն, ինչքան շատ ֆոտոզոնաներ լինեն, այդքան մեր օգուտն է եւ մենք դրանով տուրիստ կբերենք, հա մեկ էլ խայտառակ գնաճ է Երևանում, ամեն ինչ շատ թանկ է, այդ գնային քաղաքականության վրա պետք է աշխատեն պատկան մարմինները, մի քիչ գները իջացնեն թե մեր բնակիչների համար, թե տուրիստների, որ ինքը ավելի գայթակղիչ քաղաք դառնա, Հայաստանն էլ գայթակղիչ երկիր։ Հաջորդ հարցը մշակույթից եւ արվեստից ինչ կասես։ Ես ինքս մշակութային մարդ եմ, արվեստի մարդ եմ, չկա այտենց շաբաթ, որի ես չայցելեմ թանգարան, կինո, թատրոն, ուղղակի սպաշտում եմ այդ ամեն ինչը, նկարիչների միությունն եմ շատ սիրում, Շարլ Ազնավուրի հրապարակում գտնվող, շատ հաճախ լինում եմ ու շատ հավես, շատ կրեատիվ, շատ թույն նկարիչների հետ եմ ես ծանոթանում, զրուցում նրանց հետ, նրանց նկարները դիտում, նույնիսկ նրանց շատ հարցեր ուղղում, մի խոսքով հոգեպես, ֆիզիկապես, հա, բավարարված, հագեցած գալիս եմ միշտ այդ ցուցադրություններից, ցուցահանդեսներից ու երբ որ նույնիսկ իրանք ինչ-որ մի բան վաճառում են, ես մեկ-մեկ գնում եմ, շատ չեմ կարող գնեմ, որովհետև տան այդքան տեղ չկա, հիմա իմ տունը որ նայեք, սա նկարակ, հանդակա, արդեն ոնց որ ասում են, պերեբոռ է մի փոքր, դրա համար փորձում եմ շատ ինչ-որ ապրանքներ չգնել ցուցահանդես վաճառքներից։ Մի խոսքով պաշտում եմ արվեստը, մշակույթը եւ այդ ամենը իրոք իմն է։ Հաջորդ հարցը հաճախ ես մեկնում հանգստի, հա, մի մոմենտ կար, որ ես շուշուտ գնում էի Եգիպտոս ու հիմա մի քիչ այդ Եգիպտոսի էջի իմ համար փակվում է ինչի, որովհետև ինքը մի քիչ մատչելի կուրորտ է ու հասանելի է շատ շատերի համար, ոչ միայն մեր երկրից են բոլորը գնում, այլ նաև տարբեր երկրներից, ասել թե ով ասես գնում է ու այդ կուրորտը արժե զրկում են արդեն, դրա համար արդեն աշխատում եմ քիչ գնամ այդտեղ, նոր ուղղությունների վրա եմ հիմա աշխատում, շուտով տեսնեմ ոնց կստացվի կամ Թայլանդ կամ Բրազիլիա, պետք է գնամ, տեսնեմ թե որ ուղղությունը ավելի հեշտությամբ կլինի, որը կլինի ավելի այդ պահին հարմար, տարբերություն չկա երկու երկրներն էլ շատ եմ սիրում, իրանք մի քիչ իմ համար ավելի հետաքրքիր ուղղություններ են։ Խոսիր աշխատանքի մասին, ինչ կասես ձեր գործից։ Մեր գործում, Ժորժ ջան, ով ասես հայտնվել է, իրոք մի հատ խայտառակ վիճակ է տիրում, ով ասես վերցրել է այդ միկրոֆոնը եւ մտել է ասպարեզ, ով ասես խոսում է, ով ասես երգում է, ով ասես կենաց հասում, ով ասես արտասանում է, մի խոսքով չնայած նրան, որ այդ ոլորտն էլ կամաց արդեն փորձում է սպառել իրան, բայց ես 2006 թվականից իմ ուրույն տեղ ունեմ այդ ոլորտում եւ առայժմ մնում եմ ու իմ գործունեությունը ծավալում եմ, որտեղ մարդիկ, գիտես ինչ, իրանք պետք է արդեն որոշեն, ով է լավ, ով է վատ, ում ընտրեն, ում չընտրեն, այդ արդեն հանդիսատեսը պետք է հասկանա, որտեղ ինտերնետում բոլորս էլ կանք, թող մտնեն, նայեն, ում կհավանեն, թող նրան էլ հրավիրեն։